Բարի օր ժողովուրդ, չեմ ուզում խոսալ ես, ուզում եմ լսեն մարդիկ մի բան, որ արդեն քանի տարի այդ ռոլիկը պտտվում է համացանցում, ռուս խաղապահները ինչպես են ներկայացնում իրանց հարաբերությունները թուրքերի հետ եւ համատեղ գործողությունները Ղարաբաղցիներից գլխին, այդքանից հետո Ղարաբաղցիների իմ քույր եղբայրների մեջ լինում են, որ մտնում են մեկնաբանության մեջ, ինձ վիրավորան գրում, երբ որ ես sense փաստեր եմ ընդհանրապես ջրի երես հանում։ Այսինքն ջրի երես հանելը դա նշանակում է, որ ինձ Սորոսը ֆինանսավորել է, որ ճշմարտությունը ջրի երես հանեմ, այ եթե ինձ Սորոսը ֆինանսավորեր եւ ես մուտի տանեի, առանց փաստերի խոսայի, այն ժամանակ միգուցե կարելի է մտքով անցկացրած ասած սա Սորոսը ֆինանսավորես կամ Կիրակոսը։ Ժողովուրդ, բերեք միասին իմ եթերում լսենք, այս եթերը թող տարածվի, հասնի բոլոր այդ մոլորյալներին, որ գալիս են անտեղի, անհիմն տեղ ինձ վիրավորում, ինչ որ բաներ ասում։ Ախր մեր Ղարաբաղցիների խելացի մարդիկ իմ հետ կապի մեջ են։ Այսքանը տեսել են ինձ, անի շատ բան գիտեն, շատ բաներ են տիրապետում։ Խիեք ինձ կպնում, այ ժողովուրդ ջան, ես բան չեմ ասում, լսեք, տեսեք, ինչ է ասում ձեզ։ Photoshop, Videoshop չի։ Հետո մի վիդեո ցույց եմ տալու։ Սա էլ Ռոբերտ Քոչարյանի վիդեոն է, որ Ստամբուլից վերադարձել է, ես ձեզ երբ եմ ասել կուզեի այդ վիդեոն ցույց տալ, ձեզ չէի գտնում։ Հիմա գտել եմ, կմիացնեմ, կլսեք, թե Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը Ստամբուլից գալուց հետո 99 թիվ նոյեմբերի 19 ուշադրություն դարձրեք 99 թվի հոկտեմբերի 27-ին գնդակահարվում է պարլամենտը անցած 3-22 օր 22 օր անց Են թագավորին, են նախագահային, որ դուք մտածել եք, թե Ղարաբաղի հարց լուծողն է կամ առնվազն Ղարաբաղը անկախություն ճանաչողն է կամ Ղարաբաղը Հայաստան միացնողն է եւ իր անազգան Ռոբերտ Քոչարյանը ինքն է արտահայտվում մի այնպիսի միտք, որ ով ռուսերեն հասկանում է, ինչքան գիտեմ ռուսերենը, թե հայերեն լավ չի հիշում։ Հեսա միասին կլսենք, լսենք Ռուսաստանի երկրբանը մեր հայ նախագահների եւ քաղաքական ուժերի երկրպագած Պուտինյան ռեժիմին Պուտինյան ռեժիմի զորույցը լսելուց հետո մի հատ էլ կլսենք, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ է ասել 1999 թվականի նոյեմբերի 19-ին։ Все эти годы Центр являлся примером успешного взаимодействия и активной совместной работы военнослужащих трех стран во имя прочного мира на азербайджанской земле. За время его деятельности... Миропե, стоп, ասման նա ազերբայջանսկի земле։ Արա Այդ վիրավորողներին եմ ասում, արա, էլի։ Ձեր ուղեղը մտավ հիմա ռուսը Ղարաբաղին ինչ էր դիտարկում։ Սա 2023 թիվն է մեր գնալուց հետո մեզ ուղեկցել են հակարի կամրջով ռուսները եւ Թուրքիային սիրաշահում են, ասում են, որ բա եւ որ 20 թվին մենք Ղարաբաղը ձեզ ոնց որ ասած մատաղարինք, ձեզ նվիրեցինք Եվ դուք պայմանավորվեցիք, որ Ուկրաինայում չեք միջամտնի, չեք աջակցի Ուկրաինային։ Հիմա վերահաստատում եք։ Ընդամենը 3 տարի անցել, վերահաստատում ենք, որ այնինչ պայմանավորվել ենք 3 տարի առաջ, մինչև հարձակումը Ուկրաինա։ Այս ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է, բայց մենք ձեզ օգնել ենք եւ Արցախի ժողովրդից դուրս հանենք։ Լսեցիք։ Российские и турецкие миротворцы создали надежную систему контроля соблюдения режима прекращения огня и всех военных действий, заложили твердую основу для налаживания мирной жизни на многострадальной земле. Все поставленные задачи российскими и турецкими коллегами решались в дружеской рабочей атмосфере. Совместно с российским миротворческим контингентом в Карабахе было сделано все возможное для созидательного и бесконфликтного развития региона. Успешная работа Центра, построенная на взаимном уважении и главенстве международного гуманитарного права, позволила досрочно завершить миротворческую операцию и приступить к выводу российского миротворческого контингента с территории Карабахского экономического региона Азербайджана. На примере совместного центра мы увидели, насколько позитивный результат дает слаженная и профессиональная совместная работа в мирных целях. Азербайджанско-российско-турецкие отношения развиваются в духе дружбы и добрососедства. На различных направлениях реализуются крупные совместные
Нет, такого нету. Ռուսը մեր բարեկամն է, ռուսի հետ մենք ենք դրոշի տանում։ Այս խես ես բաներ ասեմ։ Խանդի տեսարան է, սարքում մեր մեջ։ Չէ, էսի վատ ռուսա։ Լավ ռուսը Պուտինն է։ Ինքը մեզ սիրում է, ինքը մեր մասին հոգա տանում։ Ժողովուրդ ջան, լսենք այս մարդուն, բայց չհավատանք։ Ինքը չի կարող Ռուսաստանը ներկայացնի։ Չորդ Ռուսաստանը չի ներկայացնի այս գեներալը։ Ռուսաստանը կներկայացնի մի հատ ռեստորանի տնօրեն կամ ինչ-որ բիզնեսմեն, բազարում պամիդոր ծախող, որևէ ռուս, որ ասի «Ты, Армянин, мой брат, братский народ, армянский народ. Россия всегда с Арменией». Вот такие разговоры нам нужны. Зачем нам от этого, от генералов, от министра иностранных дел, зачем нам таких людей слышать? Վերջտվեք ժողովուրդ ջան, լսենք, բայց դե կարհամար եք, նայեք, լսում ենք, բայց արհամարում ենք, всё, просто ուղղակի экономические проекты. Баку, Москва и Анкара успешно координируют усилия в решении важных вопросов. Ես սխալ եմ սկացել, ոչ թե Բաքու, Մոսկվա и Անկարա, ասում է Москва и Ереван вместе все сделали, чтобы армяне жили в Карабахе мирно, под мирным небом и, короче, чтобы мир был для карабахцев, для армян Карабаха. Տենց հա չի ասել։ Ոչ մեկ չհամոզեք ինձ, որ ինքը ասել է Մոսկվան, Բաքվի եւ Անկարայի հետ է այդ օպերա։ Անկարա, Բաքու անուն չի տվել, Երևան, всё, Երևան, Մոսկվա։ Региональной и глобальной повестки дня. От имени министра обороны, начальника генерального штаба, выражаю благодарность военнослужащим России, Турции и Азербайджана. Էլիաս սխալ եք լսել, Թուրքիա, Ադրբեջանը չասեմ, Երևան ասեմ, այդ մենք այդ ուրիշ, էդի գիտեք, короче, շատ մարդ չի հասկանում, էլի, մենք ենք մենակ հասկանում, ինքը ասել է Երևան։ Достойно выполнившим свой воинский долг во имя мира и спокойствия на всем Южном Кавказе. Все эти годы центр являлся примером. Հա ուզում եմ նորից ասի, պետք չէ, արդեն լսել ենք, короче, տեսել եք ինքը, որ Երևանի հետ համատեղ օպերացիա կազմակերպել, որովհետեւ Արցախը մնա, Ադրբեջանի հող չի ասել Արցախին, հարաբերությունները ինքը ամրացրել է եւ միշտ եղել է կառուցողական ընկերական Երևանի հետ, ոչ թե Թուրքիայի ու Անկարայի, բանը Անկարայի եւ Բաքվի, ոչում այն ինչ ստե լսել եք, էդի կեղծ է, սուտ է, ճիշտ է ինձ լսեք, այն ինչ ասում եմ էդ է, Երևանի հետ ախպերություն է Մոսկվան։ Հիմա լսում ենք բանը, Ռոբերտ Քոչյանի մի հատ զրույց, խնդրում եմ շորջ ջան, լայք եք զուտ նրա համար, որտեղ շատ մարդու դուր չի գալիս իմ եթեր եւ ժալը բայակցում։ Բարապ ժամանակ էլ երբ որ ինձ հյուր եք գալիս Facebook-յան էջ, ընդ Պամոչ Գիվորգա կա սրտիկ նկարած, այդ սրտիկին սխմեք, որ օգնեք իմ էջը ակտիվ մնա, որտեղ ես ուզում եմ կեղծիքներ բան սուտ, ոչ փաստեր բան տարածեմ, էլի։ Թողեք տարածեմ ես։ Սկզբի մասի բաց լուրջ էլի աջակցություն պետք է էջից, իսկ հիմա միացնեմ Երբ Photoshop-ա, Videoshop-ա, սուտա, հա, էսի, լսեք։ 1999 նոյեմբերի 10-ին Ստամբուլի գագաթաժողովից Երևան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինքը գոհ է այցելությունից, սրբագրեցին Լիսաբոնի վատը դեպք։ 1999 նոյեմբերի 10-ին Ստամբուլի գագաթաժողովից Երևան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինքը գոհ է այցելությունից, սրբագրեցին Լիսաբոնի վատը դեպքերը, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն է։ Լսել եք, բայց ինչ ասեմ, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջություն համարելն է։ Լսել եք այդ խոսքը։ Հիմա լսում եք Ռոբերտ Քոչարյանի բերանից դուրս եկած խոսքերը։ Նա լրագրողի մեկնաբանությունն է։ Կարող է այս այն քաղաքադարձում, ասի մենք Ստամբուլում ճանաչել ենք Արցախի անկախությունը, ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ստոպ մի րոպե։ Գիտեք տրամադրությունը բարձր լինելը, բանես խորամակ իբր շփտալը, նաև ինչպես է նախ բնութագրվել, նկարագրվել, ինքը գիտեր, որ սահմանի կանգնած է հասարակ զինապարտ քաղաքացիները, եւ գիտեր, որ ինքը Երևանում սահմանից հեռու է մոտորապես 400 կիլոմետր
հեռավորության վրա, մի քիչ էլ ավելի երևի, եւ ինքը այդ ցեխերի մեջ չի ծառայում, զինվորն է ծառայում վերջը, տրամադրությունը բարձր է, եւ ժպտում նենց խորամանկություն կա էլի խոսքի մեջ, որ գիտեք, Անկարային բան էսա գցում ենք Անկարային, Ստամբուլին գցում ենք, դե Ստամբուլը Թուրքիայի քաղաք է, էլի։ Ոսկի Ռոբերտ Քոչարյանն այնքան վստահ էր ինքը իր վրա, որ մտածել է, որ կարա գցի թե Թուրքիային, թե Ռուսաստանին, երբ որ ռուսն ու թուրքը իրար հետ 1000 անգամ ասել ենք, որ 100 տարվա պայմանագրեր ունեն մեր հետ կապված, մեր հողերի հաշվին, մեր արյան հաշվին։ Այդտենց ինքը ինքնավստահ էր եւ տրամադրությունը բարձր, որ կապ չունի, որ Ստամբուլում ես ընդունել եմ տարածքային ամբողջականության թեզը Ադրբեջանի, հա, մենք Ղարաբաղի ժողովրդի մասին ենք բանակցում, ժողովրդի ոչ թե պետության։ Դուք հասկանում եք պետություն եւ ժողովուրդ հասկացողությունը ինչ է։ Այսինքն Ռուսաստանը պետություն է, բայց ընդ կա ժողովուրդ տարբեր ազգության եւ բոլորը հավասար են Ռուսաստանի դաշնության համար, ըստ սահմանադրության։ Նույնը իրանք դիտարկում են ժողովրդի համար այնպիսի միջավայր ստեղծել Ադրբեջանի տիրապետության տակ, որպեսզի հայ ժողովրդին չկոտորեն ադրբեջանցիները։ Չեն արել այդ բուֆերնի զոնա հասկացողությունը, չեն վերացրել, չեն գնացել այն զիջումների, որը այնպես կստացվեր, որ այսօր մենք կշարունակենք ապրել Արցախում։ Չեն արել, ձգել են ժամանակը, ում հաշվի, կրկնում եմ նորից, 400 կիլոմետր հեռավորության վրա կանգնած զինվորի հաշվին, զինվորի արյան հաշվին։ Եվ ինչքան ձգում են իրանք այդ ձգած ժամանակ շատ են կարողանում հարստություն կուտակել։ Եվ եթե արդեն շատ հարուստ ես, երևի Արցախն էլ չի քեզ պետք, Արցախի հայության ճակատագիրն էլ չի քեզ հետաքրքիր, ինչու, որովհետև արդեն փողը ունեն, Արցախը արդեն հետ գնալու իմաստ չկա, արդեն Երևանում ունեցված, Արցախը էլ ումա իրանց պետք, մանավանդ իրանք հոգու խորքում եւ մտքի մեջ գիտեին, որ Արցախի հարցը անլուծելի հարց է եւ աշխարհը չի ընդունում։ Հիմա ես ոչ թե մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, որ քիչ է լուծելի։ Ես հասկանում եմ, որ ինքը չի լուծողը։ Ես հասկանում եմ, որ Կրեմլն էր լուծողը այդ հարցը, բայց Կրեմլը Ռոբերտ Քոչարյանի սրտով չլուծեց։ Հեյդար Ալիևի որդու Ալիևի, այս մեկի անունն ինչա, Իլհամ Ալիևի սրտով լուծեց։ Հասկացաք ինչու էր ձգվում Արցախի հարցը, ինչու չէր ստիպում ռուսը, ինչու այն ժամանակ չէր սկսել պատերազմը, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը լիարժեք պատրաստ չէր հարձակվել։ Այսինքն 99 թվին Ադրբեջանը պատրաստ չէր, 2006 թվին, 8 թվին, 10 թվին, 16 թվին դիվերսիա արեց, ռազմետկա արեց, հասկանա մեր ուժը, մեր բանը հակահարված ինչ ուժի կլինի եւ ինքը իմանա ինչն է պակաս, որպեսզի լիարժեք Արցախը գրավի։ Սա դուք չեք հասկանա, այն մարդիկ, ովքեր որ չեք ուզում հասկանալ, բայց ովքեր որ ցանկություն են հասկանալու, պետք է sense բաները, փաստերը լսեն, սա արխիվից հանած բան է, սա ամեն մարդու կարա ձեռի տակ չկա, ամեն մարդու մոտ չի երևում։ Սրա համար մի քիչ իսկապես լայքեր եւ տարածեք եթերները, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինեն իրականությունից։ Ես միտում չունեմ ոչ Քոչարյանին զրպարտել, ոչ Փաշինյանին զրպարտել, ոչ մեկին, անտեղի անմիտ խոսքեր չեմ ասի, ես կասեմ են ինչ որ կա։ Լսենք տենամ ես վերջ ինչի մասին է, տենամ կարևորը։ Նույն օրը Արտուր Սախարար Վասանոսկարյանը Ստամբուլի գագաթաժողովի արդյունքների մասին հեռախոսային ասուլիս է տալիս Ամերիկայից։ Ինքը դեռ չի կարող ասել, թե Ստամբուլը հաղթանակ էր Հայաստանի համար, թե ոչ։ Եթե հարցի լուծում կլինի տարածաշրջանում։ Վայ, ինքը չի իմացել Վարդանոսկարյանը հաղթանակ էր թե ոչ։ Եթե հաղթանակ կլներ, տուրուտուտու զորնակը փչեն Հայաստանի Հանրապետ Երևանի հրապարակում, ասեն արա Ստամբուլում մենք ճանաչեցինք Արցախի անկախությունը կամ միացվեց Հայաստանին, ոնց հաղթանակ էր թե պարտություն, հո իսկապես կարա մտածում է կարա դա հաղթանակ էր, ինքը դեռ մտածում է հաղթանակ էր թե պարտություն, այսինքն չէ, միտեղ իրանց համար հաղթանակ էր, բայց դա պետք է ֆիքսենք։ Հաղթանակ էր նրանով, որ չտվին Արցախի այդ Աղդամի Ջաբրայելի, էլի բուֆերնի զոնա, ոնց որ Ռոբերտ Քոչարյանն ասել, ժամանակ ձգեցին, որպես այդ ընթացքում ուրիշ գործեր անեն։ Բայց հույսը տուն վրա ես դրել։ Եթե Աստծո վրա ես դրել, դուք այդքան հավատացյալ մարդիկ էլ չեք։ Դիսկի ձեր երկրպագող տերտերները Աստծուն չեն հավատում, իշ մնամ դուք հավատաք։ Ձեզ երկրպագող տերտերները ձեզ են հավատում, մեկ էլ Պուտինին են հավատում, այդ է վատը։ Որ ասում եմ, հասկացեք, տերտերը եւ հոգեվորականը կամ ընդհանրապես հոգեվորականների մեջի մարդիկ կան հոգեվորեն մի մասն էլ ուրիշ բան են։ Ով գիտի, հիմա պետքա մարդուն անձնապես։ Ես մեծ կարծիք ունեմ հոգեվորականների հանդեպ։ Ես մեծ կարծիք ունեմ
հավատացյալ մարդկանց հանդեպ։ Կապել չունի թե ուղղափառա, կաթոլիկա, առաքելականա, նույնիսկ որ ասում եք աղանդներա, չէ, տարբեր ուղղություններ կա։ Ես այդ մարդկանց հանդեպ ունեմ հարգանք։ Ճիշտ է, իմս հայ առաքելական եկեղեցին է։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ այցելում եմ միայն ու միայն հայ առաքելական եկեղեցի, բայց եւ հարգում եմ ովքեր որ հավատացյալ են։ Հասկանում եք, որովհետեւ հենց իրանց երկրպագած տերտերների հոգեվորականների պատճառով է որ այսօր ազգը պարակտված է եւ վստահություն չունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչի որտեւ ներսը գիտեն ինչեր է կատարվում, ինչ ցանկություններ, ինչ հետաքրքրություններ եւ ընդհանրապես ինչով են զբաղված։ Իրանց ավելի շատ քաղաքական է, քան թե հոգեվոր։ Միջևերջ լսենք էլի Վարդան Օսկանյանը, նախ շատ ջիգարով է հաղթանակը նշում։ Անում կլինի խաղաղություն։ Ես կարծում եմ, որ միայն այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ ինչ որ հաստատ Չէ, այստեղ բան չեմ ասում։ Այդ մարդը ընդունում է, որ երբ որ խաղաղություն կլինի, վաղ կարող ենք նշել, որ հաղթանակա թե ինչ, չէ։ Լսեցիք միջևերջ։ Այսքանն է ուզում ձեզ ցույց տալի, այսքանն է ուզում դուք լսեիք։ Ուզում եմ, որ դուք եթերը տարածեք, հասնի բոլորին։ Կիսվեք եթերը, ձեր էջերում ուղարկեք ձեր ընկերներին, ձեր շրջապատի մարդկանց, ովքեր որ ողջունում են եւ ուրախությամբ են հիշում 1999 թվականի նոյեմբերի 19-ը։ Սա դեպքը եղել է 19 նոյեմբերի 1999 թվականին։ Թող հիշեմ, որ եթե իրանք մոռացել են, մարդիկ կան չեն մոռացել։ Եթե իրանք Ռեմբոյի կամ Ջեկի Չանի Վանդամի տենց կինոները նայել են, մնացել այդ Վանդամի կինոյի տակ, ես կինոների տակ մնացած տղա չեմ։ Ես պատմության տակ մնացած տղա եմ։ Եվ պատմությունը ոնց կա, տենց գնահատում եմ։ Իրավիճակները ոնց կա, տենց նկարագրում եմ։ Ես լուսաբանում եմ այն ինչ որ կա, թե այստեղ ինչ որ մեկի ջրաղացին ջուր լցրի, մեկին ջրաղացի ջուրը կտրեցի, դա արդեն հարցի մյուս կողմն է, թե դրա համար ինձ օրինակ Սորոսը ֆինանսավորել, չի ֆինանսավորել, ինձ ոչ մեկ չի ֆինանսավորել։ Լավ էլի ժողովուրդ ջան, դուք լավ գիտեք ես ինչպես եմ ապրում, իմ դժվարություններով հանդերձ, ընդհանրապես գիտեք իմ թե կենսագրությունը, թե առողջության վիճակը, թե սոցիալական վիճակը, դուք շատ լավ գիտեք, ուղղակի ձեռ չտալիս, երբ որ ճշմարտությունը լսում եք, ձեզ ձեռը տալիս ասեք ոչ, այսօր մի աղջկա, Ստեփանակերտի աղջկա գրած եմ կարդում, դրա համար ասի, դե որ դու մտածում ես, որ վիրավորական բառերով է իմ հանդեպ գրել, ճիշտ է, ես իրան տեղն եմ դրել անձնական գրողի ծոցը ուղարկել բլոգ, բայց ասում է սրա բերանը մի բան են, չեք տենեմ, սրա բերանը մի բան են, կոպեկ են տվել խոսում է։ Սորոսը կոպեկա տվել խոսում է։ Սորոսը չգիտեմ էլ մեռել է թե ողջ է, բայց որ ինձ ասում են սորոսական, մորոսական, տես բաներ ասում իմ խնդալներ է գալիս։ Այսքանը ժողովուրդ ջան, քաղաքական թեման փակվեց, ես Գյումրիից եմ գալիս, հոգնած եմ ահա որ երկար ճանապարհ է, բայց իմիջիայլոց ճանապարհն է շատ լավ սարքած է, սա թող լինի Քարոզ Արշավի մեկ դրական գնահատական, ընդունեք որ ինչ որ լավ բաներ կա, ես ասում եմ, ինչ որ դուրս չի գալիս ներքաղաքական կյանքում տարբեր բնակավարներում, տարբեր ոլորտներում եւ նախարարություններում նկատվում է շատ մեծ բացթողումներ, նկատվում է սխալներ, դրա մասին մենք կանք պետքա բարձրաձայնենք։ Եթե մտահոգված ես պետությունով, այլ ոչ թե իշխանությունով, պետքա բարձրաձայնես։ Այլ եթե ես մտահոգված լինեմ իշխանությունը, էս ըլնի, մնա, ցմահ ըլնի, ես էլ խնդիրների մասին չէի բարձրաձայնի, կթաքցնեի։ Բայց քանի որ ասում եմ, որ ուղղեն իրանց սխալը, ասում եմ, որ ուղղություն վերցնեն ասածներիս ուղղությամբ, որ հետապնդեն տվյալ դեպքի մասին, ինչ որ բարձրաձայնեն, խնդրի մասին հետևողական լինեն։ Այնպես որ հա Գյումրի ճանապարհը շատ լավ էր, բայց իմ համար երկար է, մանավանդ ճնշում, մշում մոտս միշտ լնում է, ընդ լավ ցուրտ էր, օդը բաց լավ մաքուր, ոչմ հաճելի էր Գյումրին, եկանք տուն հասանք, նորից հաջորդ 3 շաբթի էլի շարժվելու եմ Գյումրի, ովքեր որ ուզում են հանդիպել Գյումրիում, կարող է ժամանակ գտնեմ հանդիպենք էլ, բայց դա արդեն անձնական։ Այսքանը, լավ մնացեք, հաջողություն, բաժանորդագրվեք YouTube-յան էջից նույնպես։